Երբեմն մարդուն կործանելու լավագույն միջոցը նրան իր ճակատագիրն ինքնուրույն ընտրելու հնարավորություն տալն է։ Միխայիլ Բուգակով։ Ողջույն, ձեզ հետ Մաշան է, իսկ դա նշանակում է, որ դուք դիտում եք ամենահիբրիդային, ամենաինքնիշխան, ամենաարևմտամետ, ամենառուսամետ։ Դե նայեց, որ կոմենտագրի մտքով ոնց է անցել, էլի։ Ամենաադեկվիտ։ Ադեկվիտը ո՞րն է, Մաշա։ Դե ադեկվիտ էլի։ Ոչ աշխատող, ոչ ադեկտիվ ժողովուրդը կան մնում են, բայց ադեկտիվ նորմալ աշխատող ժողովրդի համար 100-ից 100 լավ է։ Ամենաօբյեկտիվ եւ ադեկվատ, ավել պակասը, տարբեր տրամաչափերի, համացանցային լեզվով ասած, բոցերի եւ բոլոլաների միայն պոզիտիվ ընտրանին։ Եվ ուրեմն կներկվատական ստացվեց։ Եվ այսպես, այս թողարկման ընթացքում մենք չենք խոսի այն մասին, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախկին, որ Հայաստանի Հանրապետության նախկին տիկին, որ Հայաստանի Հանրապետության նախկին առաջին իսկ հիմա նորից տիկին, որ Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս էր հրավիրել եւ իր դժգոհությունը հայտնել, որ անկախ դիտորդը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում Իմ քայլը հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իհարկե փառք Աստծո, անկախ դիտորդը, նույն ինքը Դանիել Իոաննիսյանը ոչինչ չի նկատել։ Սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցացրել են իշխող քաղաքականուշի հետ։ Չգիտես ինչու տիկին Աննա, հեչ չգիտես։ Թե ինչ է անցել Դանիել Իոաննիսյանի մտքով, երբ նա ձեզ ասոցացրել է իշխող ուժի հետ, միայն սովորական մարդկային չարությունը կարող էր լինել դրա պատճառը, միայն նախանձն ու չարությունը։ Չար մարդիկ մի չարչարեք։ Մի խոսքով, մենք կարիք չենք տեսնում անդրադառնալ այս իրադարձությանը, քանի որ Աննա Հակոբյանը ինքնուրույն էլ հեչ վատ չի դնում Դանիել Իոաննիսյանի պորտը իր համապատասխան պատշաճ տեղը։ Դրա համար նախաձեռնելով Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը 1. Միշտ ձեր 1-ը 2 դառնա։ Մի րոպե մի հատ հասկանանք էլի, ինչ է ստացվում։ Դանիել Իոաննիսյանը դատի է տալիս Աննա Հակոբյանին։ Աննա Հակոբյանը ասուլիս է տալիս եւ ասում է, որ դատի է տալիս Դանիելին։ Հիմա Դանիելը պետք է ասուլիս տա ու ասի, որ դատի է տալիս Աննա Հակոբյանին, ով միաժամանակ համ ասուլիս է տալիս, համ դատի։ Լավ, չկա տենց մի դատավոր, որ ասի. Աղջիկեր ջան, մի կռվեք։ Երկուսդ էլ ճիշտ եք։ Այս թողարկման ընթացքում մենք չենք անդրադառնա այն լուրին, համաձայն որի նախկինում սրտի, իսկ այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փորձել է գերազանցել իր սահմանած բոլոր ռեկորդները եւ խոսելով Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից քանդված եկեղեցու մասին, հայտարարել է, որ Ադրբեջանը իր ինքնիշխան տարածքում ինչ որ բան է անում։ Չենք անդրադառնա, քանի որ նախ ավել պակասը հումորային հաղորդում է, եւ մենք պետք է հումորային մեկնաբանություններ անենք, ոչ թե բժշկական էպիկրիզ ներկայացնենք։ Երկրորդը, մեր հաղորդումը 18+ չէ այդ արտահայտությանը համապատասխան կերպով արձագանքելու համար։ Եվ երրորդ, Արսեն Թորոսյանի ասածը այնքան անհեթեթ էր, որ նույնիսկ Պետրոս Ղազարյանին ստիպեց հակադարձել։ Նույնիսկ որևէ երկրի ինքնիշխան տարածքում Հայաստանի եկեղեցի չպետք է քանդվի։ Ճիշտ է միայն, որ Արսեն Թորոսյանը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է։ Հայաստանի Հանրապետության, ոչ թե Ադրբեջանի։ Այս թողարկման ընթացքում մենք չենք շարունակի Պետրոս Ղազարյանի թեման եւ չենք խոսի այն մասին, թե ինչպես Պետրոս Ղազարյանը փորձեց հիշեցնել Արման Թաթոյանին իր անցյալը։ Սերժ Սարգսյանի վիճակը նա ասելով է իմ փոխնախարարն է եղել։ Ես Սերժ Սարգսյանի փոխնախարար չեմ եղել, մի րոպե։ Ես չպետք է բաղում ձևակերպումներ ուր եք տալիս։ Բաղում կառավարությունում եք։ Քանի որ Արման Թաթոյանն էլ իր հերթին հիշեցրեց Պետրոս Ղազարյանին իր իսկ անցյալը, որը այնքան էլ անցյալ կատարյալ չէ։ Սա ինչ նկար է Պետրոս։ Սա բաժակին խփում Սերժ Սարգսյանը նոր։ Ես այսպիսի կզած նկար չունեմ։
Այս թողարկման մեջ մենք չենք հնչեցնի այնպիսի հռետորական, անպատասխանատու եւ ոչ քաղաքակիրթ հարցեր, ինչպիսիք են օրինակ, ով կլինի առաջին տիկինը, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնա Արման Բաբաջանյանը, եւ որ կերած բողկերի առիթով է անցկացվում խորոված փարթին։ Այսօր մայիսի 3-ին Երևանում մեկնարկեց եվրոպական երկրների ղեկավարների կամ ինչպես ժամանակին կատակով ասել էր Նիկոլ Փաշինյանը Եվրայոնջաների գագաթաժողովը։ Բոլոր եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, Ինչը համապատասխանում է հայկական ավանդական հյուրասիրության կանոններին եւ միաժամանակ արտահայտում է ընդունող կողմի հայտնի սերը կանաչեղենի նկատմամբ։ այսպիսով Սիբեխի սեզոնը հետարում եմ բացված։ Պիպերտուտեն գնանք ազգային ժողով կառավարություն հարցը պատասխանի։ Լավ, դա հասկանալի է, բայց արժեր ես խառը աշխարհը քաղաքական իրավիճակում հանդիպել Զելենսկու հետ։ Հա, հասկանում եմ, պարոն վարչապետ, դիվանագիտությունա, բանա, լավ, դե եկել է, գոնե միասին մի երկու հատ լավ նախընտրական կարգին սկեչ նկարեք։ Մաշա։ Հա ինչ ասեցի, Վլադիմիր Զելենսկին ընտիր դերասան է, Նիկոլ Փաշինյանն էլ կարգինի բոլոր սկեչերը անգիր գիտի, տեսել եք եմ, որ ազգային ժողով… Անցնող շաբաթը նշանավորվեց նոր կենսաչափական անձնագրերի պրեզենտացիայով, որը անցկացրեց անձամբ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետը։ Մի բան ասեմ էլի, որ ասում եք գործող վարչապետ, չէ, ես այսենց եմ պատկերացնում։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ու քաշվեց մի կողմ։ Պապի ջան, հələ դու մի կողմ։ Կարծիքները տարբեր էին, եւ բացասական, Плохо. եւ դրական։ Нет։ Բայց դե մեր ժողովուրդը միշտ ու ամեն ինչից դժգոհ է։ Յախքին չեր կեղտով պանձես դա։ Չեն ասում, մարդիկ նստել, երկար մտածել են, ուսումնասիրել են, ինչ նկարեն, ոնց նկարեն։ Օրինակ Հայկ Նահապետի արձանը պատկերել են այնպես, որ հիմա ինքը ամբողջությամբ արտացոլում է արտացոլումը։ Որն ամբողջովին արտացոլում է ըստ էության էությունը։ Կամ էլ տենց։ Մարդիկ տանջվել պարզել են, որ ժայռապատկերները ոչ թե պատկերված են ինչ որ հին, նույն ինքը նախկին նախապատմական նկարչի կողմից, այլ ունեն բնական ծագում։ Ամբողջը բնությունից վերցված հատվածներ են։ Ու մարդիկ գոհ ու շնորհակալ լինելու փոխարեն փորել, փորփրել են ու դժգոհության թեմա են գտել։ Թե բա Վիդիցելի խորվիրապը ճիշտ ռակուրսից չի պատկերված, Արարատը չի երևում։ Բայց ես ինչ կեղտոտ է, ունկերը ուղիղ չի, Հիտլերը տեղում չի, բագաժնիկը չի բացվում, Պրագայում տեղ չկա։ Բա եղավ, այ ասում եք խորվիրապը առանց Արարատ են պատկերել, վրդովում եք, բան, բայց կարա ինչ է, Արարատը առանց խորվիրապ պատկերեին, կամ ասենք խորվիրապը առանց խաչ պատկերեին, բայց չեն արել, չէ, եկեք լավին լավը ասենք, էլի։ Երեխեք մի բան հարցնեմ, էլի, իսկ ճիշտ է, որ սրանից հետո Միրզոյանին նենց են նկարելու, որ Արարատը չերևա։ Չնայած ես վերջի նկարում Միրզոյանին նենց էին նկարել, որ լրիվ ուրիշ բաներ երևում։ Միակ բանը, որ մի փոքր մխիթարում է, էտենա, որ մեզանից բեթարն էլ կա։ ԱՄՆ-ում Թրամփի դեմքով անձնագրեր կթողարկվեն։ Բայց դե մենք դրա պատասխանն էլ ունենք։ Մի բան էլ ասեմ ու թեման անցնենք, էլի։ Իսկ կարող է հետը գունավոր մատիտներ բաժանենք, երեխեքը զբաղվեն, էլի։ Раскрас! Раз, два, три. Раскрась мечты. Как хочешь, все решаешь ты. Кисточка бежит по свету, дарит краски миру этому.
Առավոտ էր։ Արարատյան դաշտավայրի մայիս 1-յան առավոտներից մեկը։ Միասնիկյան Պողոտան դեռ ամբողջովին չէր արթնացել իր խորը քնից, երբ լսվեց Գագիկ Շամշյանի ֆոտոլրագրողական ձայնը։ Ինչ առաջ տեղեկություն ստացանք, որ Երևանի կենթանաբանական այգուց զեբրը, չգիտես ոնց, ինչ հանգամանքներում բանդակից դուրս է եկել ու փախել է։ Հիմա այս պահին կենթանաբանական այգու աշխատակիցները փորձում են զեբրին տեղափոխել բանդակ։ Զեբր Երևանի փողոցներում։ Դե արյուն մի քաղաքականացրու։ Չէ որ զեբրը այն բացառիկ էակն է, ով համ սև է, համ սպիտակ։ Այսինքն զեբրը խորհրդանշում է բոլոր նրանց, ովքեր սոցհարցումների ժամանակ երբ հարցնում են դուք ում օգտին եք քվեարկելու, միշտ պատասխանում են ես դեռ չեմ կողմնորոշվել։ Մյուս կողմից էլ եթե դուրս է եկել փողոց, ուրեմն նախընտրում է պայքարի փողոցային տարբերակը։ Սակայն ամեն բան իր տեղն ընկավ, երբ պարզվեց, որ դա ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ, որ դա պարզապես հավանակ էր, որին ներկել էին զոլերով։ Ինչպես կասեր մի որևէ անհայտ հույն փիլիսոփա, մինչդեռ մարդիկ իրենց էշի տեղ են դրել, էշը իրեն զեբրի տեղ է դրել։ Նույն մայիս 1-յան տոնական առավոտը գունազարդվեց եւս մի լուսավոր նորությունով։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը իր ինստագրամյան էջում նկար հրապարակեց, որից տեղեկացանք, որ Հայաստան է ժամանել հայտնի սկանդալային рэփեր Մորգենշտերնը։ Սակայն նախորդ լուրից դասեր քաղելով մենք չենք շտապի եզրակացություններ անել եւ կսպասենք հաստատման կամ հերքման։ Մարդես կարող է Ալեն Սիմոնյանի հետ ոչ թե Մորգենշտերներ, այլ ներկած սուպերսակ։ Իսկ այս պահին ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր նոր խորագիրը՝ Ոսկե Հովիկ Աղազարյան։ Այս խորագրի շրջանակներում առավել բոցային նոմինանտները կպայքարեն այս հատուկ մրցանակի համար։ Հաղթողը հայտնի կլինի, դե մի օր հայտնի կլինի էլի։ Սա այն դեպքն է, որ ընթացքը ավելի հետաքրքիր է, քան հաղթողը։ Եվ այսպես, անցնող շաբաթվա ամենաավել պակասային հեղինակ կատարող է ճանաչվել ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Եթե ասում են կփակի Լարսը բան, մենք օրինակ հիմա ունենք մի եւս մեկ ճանապարհ, որով կարողանում ենք ապրանք ներկրել Հայաստան։ Օրինակ շատ կարևոր ռազմավարական նշանակության ցորեն ներկրել Հայաստան, հացահատիկ։ Օրինակ Ադրբեջանից։ Հիմա եթե մենք ունենանք տարածքով, ոչ թե ուղիղ Ադրբեջանից Վրաստանի տարածքով են գալիս։ Չէ, Վրաստանից։ Մենք Ադրբեջանի տարածքով բերում ենք բեռներ։ Ադրբեջանով, Ադրբեջանից ուղիղ Հայաստան են։ Այո, ապա շրջափակումը ինչի մասին է։ Շատ լավ, ես տեղյակ չէի։ Ադրբեջանը, որ ասում եմ, ապա շրջափակել է իր երկիրը որպես տարանցիկ երկիր, դրա մասին է խոսում։ Աշտարակով գնաց Մոսկվա։ Չերես աշտարակ գնացել են Մոսկվա։ Դե ինչ, սրանք էին անցնող շաբաթվա ավել պակասները։ Մնացեք բարով եւ գնացեք ընտրությունների, որովհետեւ չմասնակցելով ընտրություններին դուք ձեր ձայնը կտաք, հեռու չգնամ, նույն Հասմիկ Հակոբյանին։ Եվ եկեք չմոռանանք, որ ընտրություններից հետո կյանք կա, եւ մեր ձեռքերում է, թե ինչպիսին կլինի այն ընտրություններից հետո։ Վայ, ես ինչա։ Ես ինչ լավն է։ Որտե՞ղ եք։